Հայրիկ, տես այն ձիուն, փոքրիկ Իշուկը կանգ առավ և երասկոտ հայացքով նայեց ձիու կողմը։ Ինչ գեղեցիկ բաշ ունի, ինչ քայլվածք, մասերն ինչ խնամքով են սաներված։ Ախ երանի ես էլ ձի լինեի։ Հայրը նույնպես կանգ առավ։ Աշխարհ տեսած հայացքը գցեց ձիուն, ապա իր որդուն և գլուխը կախ հանգիստ շարունակեց ճանապարհը, աչքի տակով հետևելով Իշուկին։ Իշուկը շարունակում էր երասկան հայացքով հետևել ձիու նրբագեղ քայլվածքին։ Ձին էլ կողմնակի հայացքներից փքված առանձնահատուկ պերճանքով էր առջևի ոտքերը վեր ու վար անում։ Օ, ինչ հուժկու է սմբակների ձայնը, ախ եթե իմ կչխակներից էլ այսպիսի ձայն գար։ Այս մտքի վրա Իշուկը սկսեց ոգևորված ցատկոտել տեղում։ Իր կչխակների ձայնից դժգոհ հայացքը գցեց առջևից քայլող տառապած և գլուխը կախ հոր քայլվածքին։ Ախ երանի հայրս ձի լիներ, գլուխը բարձր, հպարտ քայլվածքով, այդ ժամանակ իմ կչխակներից էլ նման ձայն կգար։ Այս մտքի վրա գլուխը կախեց, հարմարվելով հոր դանդաղ ընթացքին։ Գիտես որդիս, ձին գեղեցիկ է, սլացիկ, մարդկանց կողմից ավելի արժևորված։ Սակայն Աստված նախընտրեց էշին։ Այդ ինչպես հայրիկ։ Տարիներ առաջ հենց էշի վրա Քրիստոսը, ամեն ստեղծվածների արարիչը, հաղթական մուտք գործեց Երուսաղեմ։ Իշուկը հետաքրքրված առած ցատկեց և հավասարվեց հորը։ Չնայած ներսում դեռ կասկած ուներ։ Ինչպես կարելի է թողնել նման շքեղ արարածին, ձիուն, և նախընտրել էշին։ Ինչ է մոտակայքում ձի չկար, որ էշին նստեց։ Զարմացած հարցրեց Իշուկը։ Նա միտումնավոր այդպես արեց։ Եվ ես քեզ հիմա կպատմեմ, թե ինչպես դա տեղի ունեցավ։ Դեռհանուց ընդունված է եղել, երբ թագավորները վերադարձել են պատերազմից, ժողովուրդն են իրենց դիմավորել։ Եթե պարտված են եղել, թագավորը և նրա զորքի ոտքերի տակ մոխիր են լցրել և սուգ արել։ Իսկ եթե հաղթանակած են վերադարձել, քաղաք մտնելիս ժողովուրդը նրանց դիմավորել է ցնծությամբ, երգ ու պարով։ Այդ առիթով մարդիկ արմավենիներ էին փռում թագավորի ձիու և մնացած զինվորականների ձիրի սմբակների տակ։ Մենք էլ էշերս միշտ կարծում էինք, թե ձիերը մեզնից պատվավոր են։ Թերևս դա այդպես էր մինչև այն օրը, երբ Աստված ինքը նախընտրեց էշին։ Դա անհավատալի էր, որ մեկն առանց զորքի, առանց ձերի, առանց պատերազմում հաղթելու էշի վրա նստած մուտք է գործում Երուսաղեմ և նրան դիմավորում են ինչպես հաղթանակած թագավորի։ Էշի ոտքերի տակ ոչ միայն արմավենիներ էին փռում, այլև մարդիկ իրենց գեստներն էին գցում և բղավում. Ովսաննա բարձրյալին, օրհնյալ լինի նա, ով գալիս է Տիրոջ անունով։ Այդ պահին էշն ինքն է երկնային շտոր ստանում և մարդկային լեզվով աղաղակում. Ովսաննա բարձրյալին։ Պատկերացնում ես, որդի, էշը իր մեջքին տանում է ոչ թե հասարակ մի թագավորի, այլ աշխարհի արարչին։ Այդ օրը ոչ միայն ձիերը, այլև որոշ մարդիկ նույնպես նախանձում էին այդ էշին։ Մարդիկ նախանձում էին էշին։ Երևի յուրահատուկ և արտառոց էշ է եղել, որ մարդկային լեզվով է խոսել։ Հայրն էշը ժպտաց, տեսնելով որդու հիացական հայացքը։ Հայր, բայց ձիերն իրոք ավելի գեղեցիկ են, ավելի սլացիկ։ Ինչու հենց էշն արժանացավ այդ պատվին։ Աստված ընտրեց էշին, որովհետև էշը խոնար է։ Աստված ինքն ասաց, որ բոլոր առաքինություններից ամենաարժեքավորը խոնարհությունն է, և հակառակը, ամենայն մեղքի աղբյուրը հպարտությունն է։ Աստված սեփական օրինակով սովորեցրեց մարդկանց. Որդիս, գնահատիր այն, ինչ Աստված է տվել քեզ, և Աստված ավելին կտա։ Հայր, այսինքն դեռ ոչ մի կենդանի նման մեծ պատվի չի արժանացել ինչպես այդ էշը։ Երանի այդ էշին։ Իսկապես երանի։ Հայրեշը հայացքը բարձրացրեց երկինք ու մարդկային լեզվով շշնջաց. Ովսաննա բարձրյալին։